Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ Տեր Արմեն։ Ողջույն Նարեկ ջան։ Տեր Արմեն, վերջին զարգացումները հայաստանյաց առաքելական եկեղեցու հոգևորականների շուրջ տեղի ունեցող ինչպես կմեկնաբանեք այս օրվա ընթացքում մի քանի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, նախ տարածվեց հայտարարություն, որտեղ եպիսկոպոսաց դասը կաթողիկոսին ուղված նամակ ուներ կոշտ շեշտադրումներով, հետո տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ հոգևորականների հանդիպումը, սա ինչպես եք մեկնաբանում։ Առաջին հերթին Նարեկ ջան, թույլ տվեք, որ ես մի հատ շատ հետաքրքրական մի նամակից մի երկու դող ընթերցեմ։ Սա խորքի մեջ նամակ մնե, որ լույս տեսավ Հյուսիսային Ամերիկայի առաջնորդ Հովնան Դերդերյան arczepiskopos-ի մասին գողմե։ Եվ սրա մեջ շատ հետաքրքրական զղջումնակիր աղոթք է հայ ժողովրդին եւ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եվ սրբազանը հետևյալ խոսքն է ասում։ Ասում է մեղա քեզ Աստված ամենակարող, քանզի պատվիրաններուդ քաղցրությունը ըմպոշխներու փոխարեն թաղվեցանք անօրենություններու քիրգը։ Սա նշեմ անգամ եւս Հովնան Դերդերյան arczepiskopos-ն է, որը ստորագրեց նաեւ այս նամակը, որու մասին խոսում ենք։ Իսկ երկրորդ հատվածում մեջ arczepiskopos-ը մեղա է գալիս հավատավոր ժողովրդին, որովհետև ասում է թերացանք ու դգարացանք ծառայության մեր գոչման մեջ եւ քո դարաբաց հոգիի ձալքերու մեջ չկարողացանք վերքերուդ որպես պալասան ավետելու Աստծո խոսքը։ Իսկ երրորդ եւ վերջին մեղան մեղա քեզ սուրբ եւ անմահ Քրիստոսահիմն հայ եկեղեցի, որ սրբարաններուդ անպասիր մաքրության եւ հազարամյա նվիրական ու սրբազան ժառանգության արժանի չեղան։ Ես միայն կարող եմ ասել այսպիսի arczepiskopos-ի բրավո, գեցես, որովհետև ձեր այս դիրքորոշման համար, ձեր այս արտահայտության համար մենք որպես հավատավոր ժողովուրդ մենք պատրաստ ենք ձեզ ներելու եւ մենք ներում ենք ձեզ։ Մեր ժողովուրդը ներում է ձեզ, բայց խոստովանեցեք, որ դուք թերացել եք եւ սրբազանի այս նամակը իսկապես ես շատ հուզվեցի եւ որ գարտացի եւ սպասում եմ յուրաքանչյուր arczepiskopos, եպիսկոպոս կամ քահանա, որը գարտում է այս նամակը, նվազագույնը ասի աջակցում ենք ձեզ սրբազան հայր։ Ուրիշ բան պետք չի։ Մեր ժողովրդի ուզածը այս է։ Մենք գիտենք ձեր թերությունները։ Մենք գիտենք դուք թաղվել եք ցեղի մեջ մինչև ձեր գողորտը։ Մենք ձեզ ներում ենք։ Միայն զղջացեք, ինչպես որ Աստված է ներում, մենք չենք կարող չներել։ Իսկ անդրադառնալով ձեր հարցումին, սիրելի Նարեկ ջան, այո, իսկապես շատ գնահատելի է, շատ կարևոր իրադարձություն էր, բայց ասեմ, որ շատերիս համար նորություն չէր, որովհետև մենք արդեն 10-15 օր է սպասում ենք, որ 10-15 եպիսկոպոս պիտի ստորագրեն այս նամակը եւ այս մեղադրականը պիտի ուղեն Մայր Աթորի կահագալին, բռնազավթած կահագալին Կդրիչ Ներսիսյանին, որպեսզի ինքը այդ Սուրբ Աթորը թողնի եւ հերանա։ Հերիք է, ինչքան որ 26-27 տարիներ ինքը քանտեց այս եկեղեցին, Թուրքը իր վաշխառությամբ չկարողացավ 1915-ի չարտով չարտել հայ ժողովրդի հոգին։ Ինչքան փորձեց Թուրքը չարտեց ֆիզիկականը հայ ժողովրդին, բայց հայ ժողովրդի հոգին եւ հոգեվորը չչարտեց, որքան որ Գդրիչը եւ իր շուրջի բենդեն դգարացուցին հայ եկեղեցին։ Այո, շատ գնահատելի է եւ ես կարծում եմ այլևս մենք չենք խոսում օրերի մասին, օրեր չէ, այլևս ժամեր են։ Եվ ես հույսով եմ, որ վաղը առավոտ կզարթնենք, ինչպես որ Քազաֆին հերացավ, ինչպես որ Մուբարակը հերացավ եւ այլ նախագահներ, ես հույսով եմ, որ առավոտում կզարթնենք եւ Գդրիչ Ներսիսյանը այլևս Հայաստանում չէ։ Հույսով եմ, որ հիմա ինքը իր ջամբրունքները կհավաքի
եւ գլքե մայրատորը եւ գերտա հերիք է։ Այսինքն ինչ տեղի ունեցավ հոգևորականների այս մի մասը, որ հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, սա ինչ էր նշանակում, ինչի արդյունք էր սա, ինչի հետևանք էր։ Նայեն Արեգ ջան, ես ուզում եմ իմ գարչ խելքով, ուզում եմ եզրակացություններ անել, որ երեք եպիսկոպոսական ժողով գար մայրատոր Սուրբ Էջմիածնում։ Եվ մենք այնտեղ տեսանք ինչ իրադարձություններ տեղի եղան։ Անշուշտ է իրենք չիրազեկեցին այդ մասին, բայց կոնե մի քանի կադրներ, որ մենք ուղիղ եթերների մեջից կարողացանք բացնել, տեսանք, որ երկու մասի բաժնված են արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսները։ Մի մասը ներսներ ժողովազրահի մեջ ուրախ զվարթ նշում էր ինչ որ մի բան, ես չգիտեմ ինչ էին նշում, իրենց խայդարագությունը, իրենց ամոթը չգիտեմ, բայց ուրախ զվարթ դրներու հետև մենք դա ականատես եղանք։ Եվ որ թուրը բացվեց եւ Գևորգ Սրբազանը ներս մտավ, ամբողջական լրջություն դիրեց այնտեղ եւ ամենաջիշտ պատասխանը, եթե ուզում եք իմանալ, թե ինչ եղավ երեք եպիսկոպոսական ժողովի այդ սրահեններս, դուք հերիք է միայն նայեք եպիսկոպոսների երեսներին, մասնավորապես Արտակ Սրբազանի երեսին, որը դուրս էր գալիս այդ ժողովասրահից, պատկերացնելու համար, թե ներսը ինչ է տեղի ունեցել։ Այսինքն ներսը ես վստահ եմ, որ քորքորոց է տեղի ունեցել։ Բորացել են, կանչել են, խայդարակել են, գրիվ են արել, եւ ի վերջո այս խելջ ու անջար եպիսկոպոսները դուրս են եկած, արտակնավես, բարդված, բայց իրենց ներքին սրտի մեջ մի փոց կար, մի գրակ կար, եւ ես սպասում էի, որ հենց երեք ժողովեն ամիջապես ետ կմոտենային տխտակիցներին եւ ամեն ինչը բացահայտեին, բայց իրենք ավելի լուրջ գտնվեցին, ավելի խոհեմ գտնվեցին եւ հավաքվեցին եւ վերջնական այս նամակը գրեցին եւ հրապարակեցին։ Պատկերացրեք, որ նույնիսկ այդ նամակի հրապարակումեն ամիջապես ետ եւ որ դուք հարցնում եք մայրատորը իր դեղեցվական համագարկով, սդախոս համագարկով, որ միշտ սդախոս եղած է եւ միշտ սուտ ներդրած է ժողովրդի մեջ, մինչեւ այս րոպեին, մինչեւ որ վարչապետի հանդիպումը նկարահանվեր եւ եթերներով սփռվեր, իրենք ասում էին սուտ է, այսպիսի բան չկա, սա հերյուրանք է, մինչեւ երբ պիտի խապեք հանրությունը, հերիք է։ Եվ կարծում եմ այլևս օրերի հարց չէ, ժամերի հարց է, եւ ես գաղութեմ, որ առավոտուն զարթնենք եւ գդրիչը եւ իր բենդեն այլևս չկա։ Մենք առավոտյան ենք այս հարցազրույցը հրապարակելու։ Տեսեք, դուք որ նշեցիք գորգռոցներ են եղել, ինչի շուրջ են եղել այդ գորգռոցները։ Այսինքն ես էլի ասում եմ, որ ենթադրում եմ, որ այնտեղ կանչել են Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը, Արտակ Սրբազանը, ովքեր որ իրենց անունները շոշափում էին մեդիայով, որ իրենք ստորագրելու են այսօրվա այս նամակը։ Եվ այդ հարցն է քննարկվել։ Այսինքն պատկերացնում եք, որ մեծ հարցերը թողած, մեծ խայդարագությունները թողած, ընկել են մանրուկների հետևից։ Սրանք մանրուկ են, քո անունը դրվել է կամ չի դրվել, սա մանրուկ է, այն խայդարագությունների առջև, որոնց մեջ որ դուք տատախված եք ու պատասխան չունեք։ Այս հարցը որտեղից սկսեց։ Սկսեց եւ որ վարչապետը ասեց, որ ճուլանի եք վերածել եկեղեցին։ Եթե դուք քրիստոնյա գտնվեիք, եթե դուք ազնիվ գտնվեիք եւ ընդունեիք վարչապետի այդ խոսքը, որ ինքը խորքի մեջ սուտ չէր, դա ճշմարտություն էր, եւ դուք ներողություն խնդրեիք, եւ այդ ճուլանները, որոնց մասին վարչապետը խոսում էր, այդ ճուլանները մաքրեիք, եւ ձեր ներսի ճուլանը, ձեր հոգու ճուլանը, եթե դուք մաքրեիք, մենք այսօր այստեղ չէինք հասնի։ Այսօր հարցը այսքան չէր պարտանար, բայց այսօր հարցը հասավ վերջագետին եւ իրենք դակավին շարունակում են սդախոսությամբ ծածկել իրենց ամոթները։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանին աջակցող հոգևորականների հետ կապված նույն Գևորգ Սրբազանը, որը
Մասյացոտն թեմի Ներողություն մի հատ ուղղություն անեմ էլի Նարեկ ջան։ Մի ասեք Նիկոլին աչակցող, մի ասեք։ Դե հիմա Նիկոլ Հիմա Փաշինյանն է այս ամեն ինչի քավոր, սիրելի, ինչ ասեմ, ուրոմ սիրելի անիտա։ Նիկոլ Փաշինյանը քավոր է, բայց Նիկոլ Փաշինյանի համար չէ որ մենք այստեղ ես 20 տարի եմ խոսում եմ։ Խո 20 տարի Նիկոլ Փաշինյանը չկար։ Ես խոսում էի Սերժի ժամանակ նույնիսկ եւ նրա համար ես ինչ պատիժների ենթարկվեցա։ Մենք բայկարում ենք մեր եկեղեցու համար, մեր կանգնած ենք մեր եկեղեցու կողքին։ Այո, Նիկոլ Փաշինյանը այն հավատացյալներից մեկն է մեզ համար, որ իր ցայնը գշիրք ունեցավ եւ կարողացավ համախմբել մեզ։ Մենք նիկոլական չենք։ Նիկոլը մեր Դե շատ վարչապետն վատ է էլի, որ է։ դուք լինելով եկեղեցական սпасել եք եկեղեցուց դուրս մեկ այդ գործընթացը սկսի, որ Ոչ, նոր ոչ, համախմբվեք։ հազար ներողություն, հազար ներողություն։ Դուք կարող եք դեսանյութները բանալ 2018-ին մինչև այսօր ինտերնետի վրա են։ Ես այնտեղ հրաբարակավ մի քանի հոգևորականներով Սուրբ Աննայի հրաբարակում պահանջել ենք Գդրիչ Ներսիսյանի հրաժարականը, ասել ենք, որ գին ունի երեխաներ ունի, ասել ենք անարդարության մասին, բարձրացանել ենք, մեզ լսող չի եղել, բայց այսօր փառք Աստծո, որ Աստված ուզեց այս ամեն ինչի երևի 2018-ի ժամանակը չէր։ Այսօր է որ պիտի եփվեր հարցը եւ պիտի բարձրանա։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի նոր բան չբերեց, ոչ մի նոր բան։ Նիկոլ Փաշինյանը բարձրապես գրգնեց այնինչ որ մենք 2018-ին Սուրբ Աննա հրաբարակում բացացայնում էինք։ Այդքան Լավ, բան։ թույլ տվեք հարցս տամ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնել են Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը եւ հիմա ասում են բայց այս ո՞նց եղավ նա կաթողիկոսի քրոջ տղայի Մկրտիչ Սրբազանի ընկերներ հենց Մկրտիչ Սրբազանի ակտիվ ջանքերով Արարատյան հայրապետական թեմից առանձնացվեց եւ ստեղծվեց Մասյացոտն թեմ Գևորգ Սրբազանի համար դուք սա ինչպես կմեկնաբանեք Ով է ասում դա։ Եկեղեցական շրջանակներից է գալիս այդ տեղեկությունը։ Ուրեմն տեսակ եկեղեցական շրջանակները խոստովանում են, որ սա իրենց հորը դուքանն են սարքել, ինչ ուզում են գդրում են, ուզում ինչ են դալիս են, ուզում են եպիսկոպոսություն դան, ուզում են դարածք դան, ինչ ուզում անում են, այդ դա բարձրապես խոստովանություն է իրենց անարդարության եւ անխղճության։ Այո, Գևորգ Սրբազանը Մկրտիչ Սրբազանի ընկերն է։ Մենք դա լավ գիտենք։ Ընկերային հարաբերություններ կան, բոլորի հետ ալ ընկերություններ կան, եւ ճշնամություններ էլ կան։ Եթե որոշ եպիսկոպոսներ իրար հետ ընկեր են, նաեւ որոշ եպիսկոպոսներ, այլև արքեպիսկոպոսներ իրար հետ ճշնամի են, որովհետեւ մենք ասում ենք Նարեկ ջան, մեր հոգեվորականների մեջ բագասում է հոգեվորը, մեր եկեղեցականների մեջ բագասում է Քրիստոսը, չգա այսօր միայն կան անձնական շահեր, կան խնամիական գաբեր, կան բարեկամական գաբեր, իմ մեջ կքերի, քո մեջ կքերեմ։ Բայց ի վերջո ինչքան էլ լինի, որ Գևորգ Սրբազանի ինչ հարաբերություններ էլ ունեցած լինի, ես ճանաչում եմ անձամբ Գևորգ Սրբազանը։ Շատ ազնիվ անձնավորություն է։ Բոլորն էլ սխալներ ունեն, բոլորն էլ թաղված են մեղքի մեջ, որովհետև ոնց որ մի ժողովրդական խոսք կա, ասում է, եթե 40 օր ինչ որ մի ժողովրդի հետ ընտանաս, կամ մի համայնքի հետ ընտանաս, կամ նրանց պես ես լինելու, կամ իրանք քոպես են լինելու, եւ մեծամասնությունը հաղթեց, եւ որ մեր հոգեվորականները, մանավանդ երիտասարդ, տեսնում են, որ դիրում է մեղքը, կամ պիտի այդ մեղքի հետ քնան, եւ կամ պիտի թողնեն դուրս գան։ Եվ ըստ երևույթին այս մարդիկը անջարության պատճառով մնացել են այդ մթնոլորտի մեջ եւ կոպրոմանտներ են հավաքել այդ գդրիչի ցերկը եւ նրա համար մինչեւ այսօր վախենում էին բարձրացնել։ Բայց այսօր հաջորդին գանք Նավասարդ arczepiskopos Կճոյան Բենթլիների սկանդալ, նա անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքներով, այսինքն ապօրինի հարստացած մարդ է։ Ես չգիտեմ, կա արդյոք տեղեկություններ նրա կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ թե ոչ, բայց եթե ես պատասխանատու խոսք ասեմ Նարեկ ջան։
Մենք գուսագրոն չունենք, որ խախտած չէ գուսագրոնության ուխտը։ Շատ լավ։ Վերջագետ նորդո։ Ահա։ Առաքել arczepiskopos Քյարամյան Կոտայքի թեմի առաջնորդը։ Նրա խախտման փաստը անհերքելի է, ուղղակի չեմ ուզում Զավակյանը հնչեցնել չթիրախավորելու համար հանրային դեմք է ընդ որում։ Ով կարելի նաև ցուցակում Վազգեն arczepiskopos թե եպիսկոպոս։ Անուններ մի ասա, էլի Նարեկ ջան, ես քեզ Չէ, ասում իմ այն չեմ ես այս ամեն ինչը թվարկում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է ես Մայրաթորը ուխտազանցից ազատելու եմ եւ իր թիմը համալրել է ուխտազանց հոգեվորականներով։ Սա ինչպես հասկանալ։ Սրբության սրբոցը, ներողություն, սրբության սրբոցը ինչպես կարելի է ազատագրել ենթադրյալ ուխտազանցների միջոցով։ Ահա, բայց այսօր վարչապետը ձեր այդ հարցին պատասխանեց եւ դու ներկա էիր, ես քեզ ընդեր տեսա, բայց հարցի ինչի ես տալիս Նարեկ ջան։ Ձեր մեկնաբանը հետաքրքիր Նիկոլ Փաշինյանը մոլորեցնող պատասխան տվեց եւ ասեց, որ բոլորն էլ ինչպես pedagogan որևէ մեկ մարմնի տեխնազու, որ քննութենեն է անցնում, բոլորն էլ անցնելու են այդ քննությունից եւ հետո ընդրվելու են մակրակույնները։ Ձեզ պատասխանեց վարչապետը։ Ես քեզ պատասխանադու խոսք ասեմ։ Չկա գուսագրոն մեր եկեղեցու մեջ, որ խախտած չլինի իր գուսագրոնության ուխտը։ Սրանից ավել ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում, Նարեկ ջան։ Բայց այսօր գարձեք թե մի հատ լույս բացվեց, մի հատ ապաշխարության թուր բացվեց, այն հոգևորականները, այն բարձրակույն թե բարձ գուսագրոնները, եթե իրենք խախտել են իրենց գուսագրոնության ուխտը մի գնոջ այր լինելով, դա արդեն ավետարանի թեմ չէ, որովհետև ավետարանը ասում է, որ եպիսկոպոսը մեկ գնոջ այր պետք է լինի։ Իսկ այն եպիսկոպոսները, որոնք ամեն մի քաղաքում մի գին ունեն, որոնք ամեն մի գյուղում մի հատ սիրուհի ունեն, բնականաբար մենք չենք ընդունելու, որ նրանք այս եկեղեցու մաս կազմեն։ Եվ եթե այսպիսիներ մնան, ես ինչպես որ պայքարեցա 20 տարի Գդրիչ Ներսիսյանի դեմ, ես կշարունակեմ իմ պայքարը նույնպես նրանց դեմ։ Բայց եթե մարդը գուսագրոնության ուխտը խախտած է եւ մի հատ երեխա ունի, մի գին ունի, ապրում է ընտանիքով, դու անուններից մեկը դվեցիր, որ իրա քաղաքի մեջ բոլորը ճանաչում են, իրա երեխաներին են ճանաչում, իրա գնոջն են ճանաչում եւ այլն։ Այդպես որ լինի մի կին ու մի երեխա էլ կաթողիկոսն ունի։ Ոչ, ով քեզ ասեց։ Եվ ըստ տեղեկությունների, ես հիմնավոր կներեք, ես հիմնավոր հաստատակամ տեղեկություններ չունեմ, ըստ շրջանառվող լուրերի մի երեխա էլ կաթողիկոսն ունի։ Հա, օրինավոր կարող է մի կին մի երեխա ունի, չգիտեմ, մի կին մի երեխա ունի։ Օրինավոր, դու ես ասում, չէ, ես չգիտեմ, դու ասում ես օրինավոր։ Ես ասում եմ մամուլում կան հրապարակումներ այդ մասին։ Հա, բայց մամուլում կան ուրիշ հրապարակումներ, մամուլում կան դեսանյութներ, որ ինքը կաֆեների, ռեստորանների մեջ բռնված է ինչ վիճակների մեջ։ Նարեկ ջան, մի քիչ ուղիղ ինչ վիճակների։ Փնտրեցեք մամուլը կգտնեք։ Նախքին տարիներում պատմեք, հետո միջև գտնենք։ Պետք չկա ամեն ինչ պատմել։ Բայց մենք գիտենք, որ խախտել է գուսագրոնության ուխտը ոչ թե միայն մեկ ցևով, մեկ անցով։ Մենք պետք է ի վերջո դառնանք ավետարանին։ Եթե մեր եկեղեցու սկզբունքը ավետարանը չէ, ուրեմն մենք չենք կարող հաջողակ եկեղեցի լինել, քրիստոնյա եկեղեցի լինել։ Սիրելի Նարեկ, այս գուսագրոնության ուխտը մեզ համար փորձանք եղավ։ Ինչ պետք կա գուսագրոնությունը։ Սրանից 100 տարի առաջ հասկանալի է, գուսագրոնը պիտի լինի գուսանոցի մեջ, պիտի լինի վանքի մեջ, դուրս գալու իրավունք չունի, ոչ թե 20 տարեկան գուսագրոն ես ցերնատրում, Իրան ուղարկում ես Եվրոպա, Իրան ուղարկում ես Ամերիկա եւ ինքը քնում անտեղ ցանկը դեսնում է եւ կայտակվում է, բնական է, բայց երբ որ գուսագրոմը վանքի մեջ մեծանա, հոգևոր հոր, վանահոր ցերկի դակ մեծանա, ինքը կարողանա հաղթահարել պայքարել մեղքի դեմ, այն ադեն կարող ես նրան դուրս ուղարկել։ Տեսեք, եթե ասում է որ մի անգամ գուսակրոն
կուսակրոնության ուխտը խախտածը պետք է ներգրավի եկեղեցու մեջ, եւ Նիկոլ Փաշինյանն ասում է բոլորը կարող են, շանս կտանք, բայց կաթողիկոսն այդ շանսը չունի։ Սա չի Բայց նշանակում, ես որ չասեցի, ներողություն։ որ շանս պիտի տա։ Ես Ինչպես։ չասեցի շանս։ Ես չասեցի, Ես որ ձեզ վարչապետը ասածը չեմ ասում։ Նիկոլ Փաշինյանն է ասել, ես եմ լսել, ասում է բոլորը կարող են շանս ունենալ եկեղեցին մաքրելու գործընթացում, բայց կաթողիկոսի շանսը սպառված է։ Հիմա սա չի ստացվում, որ սա ոչ թե խնդրի, երևույթի դեմ է պայքարը, այլ անձի դեմ է պայքարը։ Սիրելիս, այսօրվա վարչապետի խնդիրը եւ մեր խնդիրը միայն Գդրիչ Ներսիսյանի գուսագրոնության ուխտը խախտելը չէ։ Գդրիչ Ներսիսյանը այս pedagogian թեմ է։ Այսինքն ինչ է կուզում սրանից ավել։ Չի հերիքում, որ գուսագրոնությունը խախտել է, չի հերիքում, որ եկեղեցին քանդել է, չի հերիքում, որ հարյուրավոր, այլև հազարավոր մարդկանց սպանել է եւ նաեւ pedagogian թեմ է դուրս եկել։ Այսինքն բոլորը հավաքած ներողություն, քանի հոգու է։ Այո, 250 հոգու սպանել է։ Կաթողիկոսը։ Այո։ Ինչ արել, զենքը դրել աջակատներին գյուլել, հա։ Էպա ինչ։ Չէ, դուք հիմա սկանդալային հայտարարություն եք անում։ Այո, սկանդալային հայտարարություն եմ անում, ասում եմ, որ Գդրիչ Ներսիսյանը 250 հոգևորականի սպանել է։ Դե գոնե 250-ից 2 հոգու անարտարությամբ գարկալույց անել։ Գարկալուծումը ինչ է։ Գարկալուծումը մարտասպանություն է, գարկալուծումը հոգևորասպանություն է։ Հա, դուք դա նկատում եք, թե ֆիզիկական ոչնչացումը։ Չէ, ֆիզիկական, հոգևոր ոչնչացումը ավելի է, որովհետև Ավետարանը ասում է, որ ֆիզիկականը ոչ մի պրոբլեմ է։ Հոգին, երբ որ մարդուն սպանում ես, դա մարտասպանությունից 1000 անգամ ավելին է։ Դե տեսեք, եթե դեպքում օրինակ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը կարող է սրբության սրբոց մայրաթորի մաքրության գործընթացին մասնակից լինել, դա նույնն է, որ մանկապղծինել ներգրավենք մանկապղծության դեմ պայքարին։ Հա, բայց Ավետարանը մանկապղծությունը արտարացնում է։ Եթե արտարացնում է, սիրով ընդունենք։ Իսկ կուսակրոնության ուխտը խախտողին արտարացնում է։ Ավետարանը ասում է եպիսկոպոսը մեկ գնոջ այր պիտի լինի։ Ուրեմն Ավետարանը արդարացնում է մի ցևով, բայց մանկապղծությունը չի արդարացնում։ Դե սա սրա հետ մի համեմատ, միասերականությունը չի արդարացնում Ավետարանը։ Երբեք։ Ասում եմ միասերականները չեն մտնելու երկնքի առկայություն եւ վերջ։ Հարբեցողները չեն մտնելու եւ վերջ։ Ամպարոյականները չեն մտնելու եւ վերջ, գնամոլները չեն մտնելու եւ վերջ, շնացողները չեն մտնելու եւ վերջ, քողերը չեն մտնելու եւ վերջ։ Բայց Ավետարանը արտարացնում է, որ եպիսկոպոսը պիտի լինի մի գնոջ այր։ Ես կարծում եմ, բայց անշուշտ է ես դա չեմ որոշում, որ վաղ եւ որ ամեն ինչը դասավորվի եւ ժողով դեղի ունենա։ Պիտի կանչվեն այն եպիսկոպոսները կամ այն գուսագրոնները, որոնք մեկ գնոջ այր են եղել եւ իրենց արժեվ ընտրություն պիտի տրվի։ Կամ դառնան որպես ամուսնացյալ քահանա եւ շարունակեն իրենց ծառայությունը եւ կամ եկեղեցուց դուրս գան։ Սա ամենաարդար որոշումը կլինի, ես կարծում եմ։ Դուք բացառում եք, որ տեսեք, չէ, մինչև այս հարցը տալու եք բանել հարցնեմ։ Մայրաթորի դիվանապետի հետ եմ խոսել։ Ասում է դա իմ անձնական կյանքն է, ինչի ես եկել եւ ինձ հարցնում, դու կուսակրոն ես։ Ես լսեցի այդ հարցազրույցը, լսեցի, այո։ Դուք հարցրեցիք Ստեփան, դուք ձեր կուսագրոնության ուխտը խախտել եք։ Ինքը քեզ պատասխանեց այո։ Չէ, նա չասեց այո։ Չէ, ասեց։ Եթե չասեց ոչ, գալիս ինչպես ասեց։ Եթե չասեց ոչ, քեզ ասեց իմ անձնական կյանքի մեջ ինչու ես մտնում։ Դա իր անձնական կյանքն է, դու իրավունք չունես մտնելու։
Բայց եթե ինքը խախտած չլիներ, քեզ պիտի ասի, որ այո, չեմ խախտել։ Բայց ինքը քեզ ասում է իմ անձնական կյանքի մեջ մի մտի։ Քո իրավունքը չէ իմ ներորովայնային, չգիտեմ ինչ sense մի բառ կործածեց, որ ես մի ժամ ման եկա պարարանում, որպես իմանամ ինչ բառ։ Քեզ ասես դու իրավունք չունես իմ անձնական, եւ դու իրավունք չունես Նարեկ ջան։ Եթե ինքը անձնական կյանք ունի, դու իրավունք չունես մտնելու։ Բայց եթե չունի, քեզ հստակ եւ գդրուկ քաչությամբ պիտի ասեր, որ ոչ, չեմ խախտել։ Այս այդքան միամիտ չես, Նարեկ ջան, մենք հասկացանք, դու այնտեղ չհասկացար։ Դե այսպեսի դիրքորոշում ունեն մայրաթորի որոշ հոգևորականներ, ասում են ամեն մի անմիտ ցնդաբանությանը, գուցե Այո, ցնդաբանություն ցնդաբանություն է, որ գդրիչի երեխա ունի, ցնդաբանություն է, նրա համար չեն պատասխանում։ Ցնդաբանություն է գուսագրոնություն ուխտը խախտելը, նրա համար չեն պատասխանել։ Ինչին է պատասխանել։ Ձեր ինչին է պատասխանել մայր աթորը, մի հատ ինձ պատասխան գտաս, մի հատ օրինակ գտաս, որ մենք այսինչ հարցն ենք տվել եւ իրենք մեզ այսինչ պատասխանը տվել են։ Չկա պատասխան։ Չկա։ Դեսեք 30 տարի է հետևում եք, 27 տարի է մայր աթոր Սուրբ Էջմիածնի դեղեկատվական, չգիտեմ ինչի, չգիտեմ։ Մի օր դուք մի լուրջ հայտարարություն գարտացել եք, որ իրենց ժողովներից ինչ որ մի լուրջ որոշում են արել։ Չէ, չկա, ինչ եք սպասում։ Ամերիկայում մանգաբարդեզ եք փնտրում։ Չկա։ Սիրելիս։ Տեսեք, բայց այնուհանդերձ կաթողիկոսը պետք է ամեն մի տարածվող հայտարարության արձագանքի, թե չէ, ինչպես Անշուշտ։ Մայր աթորը այդ, ասենք, կաթողիկոսը գդրիչի մասին չէ խոսքը, որևէ մեկը, որ նստած է այդ աթորին եւ որ իր անվան դեմ ինչ որ մի հայտարարություն կամ ամպաստանություն լինի, ինքը ստիպված է ասելու հանրությանը, որովհետեւ մենք շներ չենք, մենք ոչխարներ չենք, մենք այս եկեղեցու դերն ու դիրականն ենք, մենք այս եկեղեցու զավակներն ենք, բարդավոր ենք իմանալ մեր հայրը շնանում է կամ ոչ, մեր հայրը աբորինի գին երեխաներ ունի կամ ոչ, եթե ունի ինքը մեզ հաշիվ պիտի տա, եթե ինքը մեր հայրն է, բայց պաստորեն ինքը մեր հայրը չէ, պաստորեն ինքը խորթ հայր է, այս եկեղեցու հետ առնչություն չունեցող հայրեր են սրանք, անգերձություն, ազնվություն չունեն իրենց ժողովրդին առջև խոնարհվելու եւ ասելու ժողովուրդ, այո, մենք մեղանչել ենք, այսօր Հովնան Դերդերյանը գրել է, մեղայի եկել է, ուշացան, ես 2018-ին Սուրբ Անա հրապարակից բոլոր եպիսկոպոսների անունով ներողություն խնդրեցի ժողովրդից, բայց իրենք չեն անում։ Արեկը այս զարգացումների հետ կապված, խոսենք, ըստ ձեզ հիմա վարչապետի հետ տեղի ունեցած այս հանդիպմանը ինչ կարող է հաջորդել։ Հիմա ուրեմն մեր եկեղեցու կանոնակարգի համաձայն 5 կամ 7 եպիսկոպոս բավարար է, որբեսի աթորանք անեն կաթողիկոսը։ Եվ մենք պարկ ենք գալիս Աստծո, որ այսօր 5 եւ 7 չեն, այլև 13 եպիսկոպոս են, եթե սխալած չեմ, որոնք այս ստորագրել 9-ն են ստորագրել։ 9-ն են ստորագրել, Դերդերյանը, այնտեղ չգիտեմ Դերդերյանը չի ստորագրել, բայց այսօր հաստատեց իր հայտարարությամբ, հաստատեց, այսինքն 10 հոգի հաստատ ստորագրել են։ Արմաշ Սրբազանը, որ Դամասկոսում է, չի կարողացել ստորագրել, ահա Վասիկ եղավ 11, մի հոգին հրաժարվել է Բաշտոնաբես ստորագրելուց, դա Գերմանիայի առաջնորդ Սերոպե Իսախանյանն, ուրիշ մեկը չի հրաժարվել։ Այսինքն մենք ունենք նվազագույն 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոս, որոնք ստորագրել են այս նամակը եւ սա եկեղեցական այդ կարգ ու կանոններով ինչ կարող են անել։ Հիմա ինքը պաշտոնանք պիտի անեն նրան։ Ինքը ստիպված է հրաժարվել, որովհետեւ մեր եկեղեցու կանոններով 5 կամ 7 եպիսկոպոս լիազորված են օձելու նոր կաթողիկոս։ Բայց դա մավան դեպքում չէ, երբ որ ֆիզիկապես այլևս ոչ, եւ որ աթորանք է լինում, եւ որ աթորանք է լինում, պաշտոնազուրկ է լինում, գարկալուց է լինում, 5 կամ 7 եպիսկոպոսը կարող են նոր կաթողիկոս օձել։
Սա մեր եկեղեցու կարգն է եւ ինքը պիտի ենթարկվի։ Եվ մանավանդ եւ որ 12 եպիսկոպոս ստորագրել են, եթե ինքը չհնազանդվի եպիսկոպոսական ժողովի որոշումին, այն ժամանակ ես վստահ եմ, որ այս եպիսկոպոսական ժողովը պիտի թիմի կառավարությամբ, որովհետեւ կառավարությունը միջամտի եւ մայր ավտորը կամ այդ գահը ազատե Գդրիչ Ներսիսյանից։ Դե կարծում ենք լավագույնս տարբեր սկանդալներով անցած Կճոյանը, Միրզախանյանը, Քյարամյանը Ամեն մեկի հաշիվը դալու է, չկարծես կարողանան նոր որ կաթողիկոս օծել, այդ սկանդալներով անցած հոգևորականները կարողանան օծել։ Նարեկ ջան, անհաշիվ մեկը չի մնալու։ Ես քեզ վստահեցնում եմ, անհաշիվ մեկը չի մնալու։ Ով որ խախտել է Դուք բացառում եք, որ արդեն կներեք, դուք բացառում եք, որ արդեն իրանք կառավարության հետ կապել են, պայմանավորվել են, որովհետև դժվար էլի ասենք Կճոյանը իմանար, որ պետքա բերի գանձերը վերադարձնի պետությանը կամ գնա ճաղերի հետև, դժվար մի գործընթացի մասնակցել, որի վերջը դա է լինելու։ Ըստ էության ասել են, օքեյ, դու ընդեղ քո ունեցածով դու ստեղ Արարատյան հայրապետական թեմ, Կոտայքի թեմ, բայց արեք մի բացառում եք այս սցենարը։ Այո։ Ինչ Այսինքն դու կարծում ես, որ եպիսկոպոսները որոշ զիջման բանով ապահովագրել են իրենց, ապահովագրել են նրա համար են ստորագրել, ոչ, ես դա բացառում։ Ինչու, ինչ հիմքով։ Սենց բան չի կարող լինել։ Եվ ես բացառում եմ եւ վաղը մենք կխոսենք իրար հետ։ Դուք բացառում եք օֆշորային սկանդալի մեջ հայտնված Կճոյանը, որ գործարկի կգնար Նիկոլ Փաշինյանի հետ։ Չէ, բացառում եմ, որ համացայնակիր ագենքվել։ Դե ես չեմ ասում գրիչով, նախ ես չեմ պնդում, հարց եմ տալիս, հետո էլ չեմ ասում թուղթու գրիչով, այլ բանավոր պայմանավորվածություն։ Բանավոր, նույնիսկ բանավոր չկա։ Ուղղակի իրենք դրված էին մի իրականության առջև, իրենց խղճի եւ իրենց Աստծո առջև եւ կաթողիկոսի եւ վարչապետի միջև։ Իրենք իրենց ընտրությունը պիտի կատարեին, Տանագը հասել էր ոսկորին եւ իրենք ընտրեցին արդարության կողմը, որովհետեւ բոլոր բարականերուն իրենք խայտարակ լինելու էին։ Այդ կոմպրոմանտները պիտի դուրս գային անպայման։ Անհամար ընտրեցին, որ իրենք ըստ իրենց խղճին վարվեն եւ կոնե մի բարի կանեն եւ հայ եկեղեցին մաքրեն այս բադուհասից։ Իսկ ուժայիններով ճնշում չի եղել այս հոգևորականների վրա։ Այսինքն ինչ ճնշում պիտի լինի։ Դե ցույց են տվել օրինակ Մկրտիչ Սրբազանին, Բագրատ arczepiskopos Գալստանյանին, Միքայել Սրբազանին ասել են ընտրեք կամ գնում եք իրենց մոտ կամ գալիս եք կառավարություն։ Բացառում եք նման սցենարը։ Ես դա բացառում եմ, որովհետև այդպիսիներ եթե կան այս եպիսկոպոսների մեջ, վարչապետը գարիք չունի նրանց։ Ուղղակի գարնեն կդանեն, ինչա Մկրտիչը դարան, Աչաբահյանը դարան։ Այս մույսներին չեն կարող դանել, եթե մի բան կա։ Եթե մի բան կա կդանեն։ Չէ, ես բացառում եմ այսպիսի բան Արեգ։ Սենց բան չի կարող պատահել։ Ես չեմ կասկածում։ Կարող էր Bentley ունեցող Կճոյանի մեջ փոխվել, որ օրինակ Եղբայր ինչի ես Bentley-ի մասին խոսիր, մի քիչ Jaguar-ի մասին խոսիր։ 3-1 եկել էր Jaguar-ով Աբրահամ Սրբազանը։ Թեկուզ Bentley եւ ասում ես գտել ճանապարհին իմը չի ասում իմը չի։ Ես բարձրապես ճանապարհին գտել է։ Հիմա նստել է, մեքենան եկել է։ Դուք էլ բան եք անում, փորձանք եք բերում իրակել, ասում եք քո մեքենա, իր մեքենա չի, ինքը բարձրապես վարորդ է։ Հիմա Bentley-ն էլ կարող է նույն պատմությունը լինի։ Դե բայց ո՞նց է, որ մենք տանից դուրս են գալիս, մեզ Bentley-ներ եւ Jaguar-ներ չեն ռաստվում։ Երևի լավ չեք աղոթում իրենց նման։ Կաթողիկոսին լավ չեք աղոթում։ Բայց այնուհանդերձ ինչը կարող էր օրինակ Կճոյանին փոխել, որ նա հասկանար էս ինչ է դարձել ենթադրյալ, հա, ինչ է դարձել, շեղվեմ, ճիշտ ուղուց շեղվել եմ, հետ վերադառնամ ճիշտ ուղի, ինչը կարող էր նրա մեջ փոխվել։ Նայեցեք, ես
անկախ նրանից թե յուրաքանչյուր եպիսկոպոս ինչ թերությունների մեջ է, անկախ նրանից Նարեկ ջան մի քիչ լուրջ խոսենք, բայց այս մարդիկ ի վերջո մարդ են։ Այս մարդիկ զգացումների դեր մարդ են։ Ես նայեցեք օրինակի համար անցամբ Գջոյանին 2 անգամ հանդիպել եմ։ Դա իսկապես մեծադար մարդ է։ Գևորգ Սրբազանին ճանաչում եմ, մույսներին ճանաչում եմ, այսինքն կան եպիսկոպոսներ, որոնք դատախված են մեղքի մեջ, բայց իրենք մարդ լինելու չեն թատրել։ Էնա դարբերությունը։ Գա դարբերություն, որ դու մեղք ես գործում ոնց որ Նապուկոդոնոսորը, եւ Աստված քեզ բաժում է եւ գենթանի կերպարանք է տալիս, ոնց որ այսօր դվել է Գդրիչ Ներսիսյանին։ Եվ կա դարբերություն մի այլ մարդու, որը մեղքը գործում է, բայց իր անգողնու մեջ գիշերը զղջում է, ինքը մարդ է, հոգիով, զգացումով մարդ է։ Արեք մենք նայել հասկանանք։ Չի նշանակում ինչա Բենթլի։ Ինչու բոլորին հնարավորություն Բայց մեղավորը այս Բենթլիի վերաբերյալ եւ Ջակուարի վերաբերյալ ես քեզ ասեմ, ես հոգեվորականներին չեմ մեղադրում։ Ես մեղադրում եմ այն շփացած մեծահարուստներին, անաստված մեծահարուստներին, որ փոխանակ իրենց լուման դանեն դան աղքատին, դանում են մի հատ Բենթլի է նվիրում, մեկը Ջակուար, եղբայր մի անգամ էլ էշ նվիրեք, մի անգամ էլ ծի նվիրեք, ի վերջո Քրիստոս էշու վրա նստեց, մի անգամ էլ մի հատ բուջուր ֆիատ նվիրեցեք, ինչի է Բենթլի տալիս, ժողովուրդն է մեղավոր, մեծահարուստներն են մեղավոր, եւ նաեւ բարձ տասագարկի մեր ժողովուրդն է մեղավոր, որովհետեւ իրենք տեսնելով այս ամեն ինչը մի օր չեն քնում, չեն մոդենում, սրբազան չեն ասում, դու ինչի քո աղքատության ուխտը դրժում ես, ինչի քո գուսագրոնության ուխտը դրժում ես, մեր ժողովուրդը բարի ժողովուրդ է, ներող ժողովուրդ է, ազնիվ ժողովուրդ է եւ այս հարցը չեն տալիս, եւ ֆարաոնին հարցրել են դու ոնց տարար ֆարաոն, ասեց շատ բարձ, ինչ որ արեցի մեկը իմ թեմ չելավ, եւ այսպեսով տարապանում։ Այսօր խոսում եք եւ իսկ Գջոյանի մասին ես խոսում, խոսի քահանաների մասին, այսօր քահանաներ կան, որոնք ջիպերով են ման գալիս, ջիպերով, եղբայր դուք այս ժողովրդի ոնց եք անում, ես Եվրոպայում եմ ապրում, Եվրոպայում 30 տարի է, ես չեմ կարող ջիպ քշել, մի հատ Մերսեդես եմ արել 6 տարի մինչև որ պագել եմ նրա կրեդիտը, դուք ոնց եք ջիպ քշում, Բենթլի քշում, շնորհակալություն Նարեկ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։